Բորիս Նավասարդյանը իր խմբով Ադրբեջանում է։ Այո, շատ կարևոր, ուրեմն խնդրի եկանք։ Պուրակ երևի գնաց, չէ, երևի տենց։ Ուրեմն մենք տեսանք, որ կամ գերիներին այցելեց։ Այո, մենք տեսանք, որ մի քանի օրով Հայաստանից հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, փորձագետներ, նրանց մեջ մշտադալար Բորիս Նավասարդյանը մեկնել էին Բաքու եւ տեսանք թե ինչ երջանիկ ժպիտով էին նրանք նկարվել Ադրբեջանի խորհրդական Հիկմետ Հաջիևի հետ, ով մշտապես հայտարարում է, որ Հայաստանը ռազմական հանցագործ է, իսկ հայը իր տեսակով ցեղասպան Ահաբեկիչ է եւ ահա հիմա ես հարց եմ, ես որևէ բան չունեմ Բաքու գնալու մեջ, ես ինքս գնացել եմ Բաքու, ես ինքս Միլի Մեջլիսում Ալիևը նստած Միլի Մեջլիսի ադրբեջանցի падգամավորներին բաժանել եմ գրքեր, որ Խոջալուի ցեղասպանությունը դուք հորինել եք, որ այդպիսի բան չի եղել եւ դուք եք կազմակերպել եւ Միլի Մեջլիսի ադրբեջանցի падգամավորները խելոք իմ ձեռքից այդ գիրքը վերցրել են ու մի հատ ծպտուն չեն հանել, բայց ես հիմա հարց ունեմ Բորիս Նավասարդյանին, Բորիս Նավասարդյան, ես ուզում եմ, որ դուք հանրային հաշվետվություն տաք եւ այդ ձեր թիմը, որ գնացել էր Բաքու եւ երանավետ ժպիտով նկարվել եք Հիկմետ Հաջիևի հետ, ուզում եմ եւ դուք պարտավոր եք հանրային հաշվետվություն ներկայացնել, բարձրացրել եք արդյոք Հիկմետ Հաջիևի հետ հանդիպման ժամանակ Բաքվում խոշտանգվող հայ ռազմագերիների հարցը, բարձրացրել եք հարցը, որ Արցախի քաղաքական էլիտան դատապարտվել է ցմահ ազատազրկման եւ առաջիկա օրերին Ռուբեն Վարդանյանի դատավճիռը եւս կհրապարակվի եւ նա եւս դատապարտվելու է ցմահ ազատազրկման Բորիս Նավասարդյան եւ խմբակ Հիկմետ Հաջիևի արչև բարձրացրել եք արդյոք մահացող արդեն, մահացող Վիգենի, Լիբանանահայ Վիգենի հարցը, ով այլևս չի կարողանում քայլել, նրան զրկել են բուժզննումից, նրան անգամ Բաքվի բերդում դեղորայք չեն տալիս, ինչպես ահազանգել է նրա կինը Լինդան եւ ասում է միայն տալիս են թեյ ու մի կտոր հաց, արդյոք բարձրացրել եք Վիգենի հարցը, որին ես չեմ ուզում շատ դաժան բան ասեմ, բայց ապրելուն շատ քիչ է մնացել, որտեղ նա այլևս չի կարողանում քայլել անգամ, նրան չեն տալիս դեղորայք, նրան չեն տանում բուժզննում իրականացրելու, եթե բարձրացրել եք, ես կուզենամ, որ դուք այդ մասին, այդ ձեր խմբակը, որ Հիկմետ Հաջիևի հետ սենց երանավետ ժպիտով նկարել եք, հանրային հաշվետվություն ներկայացնի, որտեղ դուք մեկնել եք, որքան տեղեկացանք 18 միլիոն դրամ է ծախսվել ձեր խմբակի Բաքու մեկնելու համար, դուք մեկնել եք մեր հարկատուներիս հաշվին եւ մենք հարկատուներս ուզում ենք Բորիս Նավասարդյան եւ խմբակ, որտեղ մյուսների անունները չեմ հիշում, հանրային հաշվետվություն ներկայացրեք ամեն թիթերի առիթով Բորիս Նավասարդյան ասուլիս եք հրավիրում, հա, այն մաշտոցի տերևը, փիսիկի ծակված ականջը, կատվի լղճված ոտը, ասուլիս եք հրավիրում, պարտավոր եք մեր հարկատուների հաշվին Բաքու մեկնելուց, Հիկմեթի հետ նկարվելուց հետո գալ եւ հանրային հաշվետվություն ներկայացնել, որտեղ հանրության մեջ շատ հարցեր կան, արդյոք դուք գնացել եք շահիդների պուրակ, արդյոք ձեզ տարել են Բաքվի ռազմավարի հաղթանակի պուրակ, ես ուզում եմ հավատալ, որ նման բան չի եղել, բայց քանի որ սոցիալական հարթակում այդ ամենը քննարկվում է, դուք պարտավոր եք հանրային հաշվետվություն ներկայացնելու եւ ասելու, որպես քաղաքասարակության ներկայացուցիչներ բարձրացրել եք հայ ռազմագերիների հարցը, բարձրացրել եք այս խայտարակ դատավճիռների հարցը եւ բարձրացրել եք արդյոք Բաքվի բերդում մեռնող Լիբանանահայ Վիգենի հարցը ներկայացրեք